Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ։ Հիմա ես գտնվում եմ Սան Ֆրանցիսկո քաղաքի ամենաբարձր կետում, Լեռան գագաթին, որ այստեղ համարվում է ամենաբարձր կետը։ Տեսնում եք իմ հետևում քաղաքն է, եւ հիմա ես ձեզ ցույց եմ տալու մի խաչ եւ պատմելու եմ, թե ինչպես 90-ական թվականներին Հյուսիսային Կալիֆոռնիայում բնակվող հայ մարդիկ բառացիորեն փրկեցին այդ խաչը անհավատ եւ անաստված լիբերալ մարդկանցից, եւ հիմա այդ տեղը ուխտատեղի է դարձել քաղաքի քրիստոնյաների համար։ Եվ ամեն տարի ապրիլի 24-ին, իսկ այսօր ապրիլի 26-ն է մոտակա կիրակին, տեղի հայերը հավաքվում են միասին եւ այստեղ աղոթքով եւ հիշատակությամբ հիշատակում մեր նահատակներին։ Հիմա տեսեք այդ խաչը։ Ահա տեսնում եք, այս խաչը, այս լեռը կոչվում է Դեյվիդսոն լեռ։ Սան Ֆրանցիսկոյի ամենաբարձր գագաթն է, բնական գագաթը։ Եվ այդ բնական գագաթին կառուցել են 30 մետրանոց բետոնից այս խաչը։ Ուրեմն 90-ական թվականներին անաստված եւ անհավատ մարդիկ Սան Ֆրանցիսկոյում բողոքում են պետությանը, որ այս ինչ բան է, խաչ են սարքել հասարակական վայրում եւ այլն, քրիստոնյաներն են սարքել, ոչ թե հայ մարդիկ։ Եվ բողոքում են քաղաքապետարանին, որպեսզի այս խաչը քանդեն։ Հիշեք, այս խաչը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի ամենաբարձր լեռան գագաթին։ Եվ այդ ժամանակ այստեղ հայ համայնքի հոգևոր առաջնորդն է լինում Արիս Սրբազանը Շիրվանյան, որը Երուսաղեմի arczepiskopos էր եւ եթե չեմ սխալվում նաեւ եղավ տեղապահ մի պահ, որը մի քանի տարի թե մի տարի առաջ մահացավ մարդը։ Եվ ասում են, այստեղի քահանան ինձ պատմեց, որ Արիս Սրբազանը այդ տեսիլը ունեցավ, որ մենք պետք է այս խաչը փրկենք եւ այս տարածքը պետք է լինի հայկական տարածք, եւ այո, այս տարածքը հիմա պատկանում է հայերին։ Հավաքվում են 90-ական թվականներին Հյուսիսային Կալիֆոռնիայում բնակվող, Հյուսիսային Կալիֆոռնիա ասելով ի նկատի ունեմ Սան Ֆրանցիսկո քաղաքը եւ այս կողմերի ժողովուրդը, Լոս Անջելեսը եւ Գլենդելը եւ նման բաները գտնվում են հարավային Կալիֆոռնիայում։ Հյուսիսային Կալիֆոռնիայում միշտ լեզուս ուզում եմ Կարոլինա ասի, որտեվ ես ինքս Կարոլինա նահանգում եմ բնակվում, ներողամիտ եղեք, խնդրում եմ։ Ուրեմն Հյուսիսային Կալիֆոռնիայի հայերը մեր հայ առաքելական եկեղեցու առաջնորդությամբ հավաքվում են եւ միջոցներ են ձեռնարկում այս տարածքը գնելու համար, որտեղ այսօր ապրիլի 26-ին հավաքվել են հայ համայնքի անդամները այս կողմերից։ Տեսնում եք ինչպիսի տարածք է, եւ այստեղ քիչ առաջ ավարտվեց ցեղասպանության զոհերի հիշատակման եւ աղոթքի արարողությունը։ Ուրեմն հավաքվում են հայերը եւ դիմում են պետությանը, որպեսզի այս տարածքը տրվի հայերին եւ այս խաչը փրկվի։ Եվ պետությունը, որպեսզի դա անի, քվեարկության է դնում այս տարածքը եւ քաղաքի ժողովուրդը, որ հիմնականում հայտնի է անաստված եւ այդպիսի վարքով, գիտեք երևի Սան Ֆրանցիսկոն, պետք է քվեարկեն։ Կարծես թե ոչ մի շանս չկա, չէ, որ տրվի հայ համայնքին։ Բայց քվեարկում են ի օգուտ հայ համայնքի եւ այս տարածքը, որը իսկապես մի խաչի ճանապարհ է, այն ներքևներից մարդիկ պետք է ոտքով բարձրանան լեռան շուրջը, իսկապես աղոթքով բարձրանալու ճանապարհ է։ Սան Ֆրանցիսկո գալացողները մեր հայ ժողովուրդը շատերը չգիտեն այս բաների մասին։ Բայց երբ որ գաք Սան Ֆրանցիսկո հանկարծ մի օր, անպայման եկեք այս Դեյվիդսոն լեռան վրա աղոթքով եւ սաղմոսով եկեք եւ տեսեք այս խաչը, հասեք այս խաչին։ Ուրեմն խաչը տրվում է հայերին եւ հետո քաղաքի լիբերալները բողոքում են նորից, որ ինչու տվեցիք հայերին եւ գալիս են այստեղ էլ ԼԳԲՏ դրոշակներ, էլ 6 գույնանի դրոշակներ, էլ փորձում են ապականել եւ մեր հայ ժողովուրդը եկեղեցու անդամները ինչքան ջանք են թափել, որպեսզի խաչը մաքրեն այդ ԼԳԲՏ դրոշակներից, բաներից, չգիտեմ ինչից։ Մի խոսքով, մինչեւ հիմա միշտ այդպես փորձություններ են կատարվում այս վայրում։ Եվ գիտեք, ամեն տարի Սուրբ Հարության տոնին Սան Ֆրանցիսկո քաղաքի քրիստոնյաները, ոչ հայ քրիստոնյաներ, այլ քրիստոնյաները գալիս են եւ այստեղ արևածագին անում են իրենց արևածագի արարողությունը։ Գիտեք, մեր եկեղեցին ունի շատ գեղեցիկ արևագալի ժամերգություն, խոսքը դրա մասին չէ, իրենք էլ ունեն իրենց արևածագի, անգլերեն ասում են sunrise, երբ որ արևը ծագում ու բարձրանում է, այդպիսի արարողություն գալիս են այստեղ։ Ուզեցա ձեզ պատմել, թե ինչպես մեր ժողովուրդը
իր բնական բանով ձգտում է խաչին։ Ափսոս որ մեր ժողովրդի շատ-շատերի սրտերը հեռու է Քրիստոսից, բայց մենք խաչին ձգտող ժողովուրդ ենք։ Պայք հավատքը ժողովուրդ ջան։ Սուրբ խաչիվս աղաչես ու կստեր, զիսովավ փրկեսցես մեզի մեղած, եւ կեցուցես շնորհի ողորմության յուրո։ Ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Պահպանյաս մեզ Քրիստոս Աստված մեր, ընդհովանյավ սուրբ եւ պատվական խաչի վտքովի խաղաղության։ Փրկյա երևելի եւ աներևույթ թշնամույն, արժանավորյա գոհության փառավորել ըսքեզ, ընթոր եւ ընծրփո հոգվույթ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։